Ներդրում թե չներդրում, հիասթափեցնեմ հիասթափվածներին, ով աստվածներ, Ստեոպա Սաֆարյանը գրում է. Երկու ժամ քնեցի, վեր կացա տեսնեմ նոր սրաչ է, թե ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը 4 և 5 միլիարդներն ասելիս չի օգտագործել ներդրում բառը, անգամ թարգմանիչին են մեղադրում ներդրում բառի ավելացման մեջ։ Մեջբերեմ Armen Press-ի տեքստը։ Այժմ, երբ դա ամբողջությամբ հաստատվի, ճանապարհ կհարթվի, որպեսզի ամերիկյան եւ հայկական ընկերությունները կարողանան քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր կնքել։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի եւ սպասարկման պայմանագրերի միջոցով։ Սա դասական փոխադարձ շահեկան տարբերակ է։ Սա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն իմ երկրի համար եւ դա նաեւ կարծում եմ նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն Հայաստանի համար։ Դա նաև ստեղծելու է բազմաթիվ նոր աշխատատեղեր Միացյալ Նահանգներում։ Դա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ։ Ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Եվ կրկին, սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահ ենք այս մակարդակի ներդրումներ կատարելու առումով։ Եվ դա տեղի է ունենում վարչապետի ղեկավարության շնորհիվ, ասել է J.D. Vance-ը։ Ինչպես նկատում ենք, ԱՄՆ փոխնախագահը 5 և 4 միլիարդի մասին խոսելիս համապատասխանաբար օգտագործում է սկզբնական արտահանում ԱՄՆ-ից և 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրի միջոցով բառակապակցությունները, իսկ մեջբերված խոսքի վերջում այդ ամենը ձևակերպում ներդրում եզրով, Հայաստանը համարելով աշխարհի այն քիչ երկրներից մեկը, որտեղ գալու են նման մակարդակի ներդրումներ, իսկ նրա ակնարկած մակարդակի մեջ միայն ներդրման թվային շոշափելի չափը չէ, այլ նաև որակական մակարդակը, քանի որ այդ բնագավառի ամերիկյան տեխնոլոգիաները ամեն երկրի չէ, որ տրամադրվում են, եթե վերջինս նույնիսկ հարուստ է և փողի խնդիր չունի։ Խոսքը վերաբերում է նմանօրինակ տեխնոլոգիաների արտահանման համար ԱՄՆ-ում առկա դասակարգման խմբերին և խիստ արգելքներին, որոնք հաղթահարելու, խմբից խումբ տեղափոխվելու և դրանց հասանելիության համար դրանք հայցող երկիրը պետք է բավարարի մի շարք քաղաքական, տեխնիկական բնույթի պահանջներ և իհարկե, ինչպես Vance-ն է Հայաստանի դեպքում կիրառում, ԱՄՆ ռազմավարություններում ճանաչվի որպես հենակետ, ասել է, թե երկիր, որտեղ աշխարհի գերտերությունը երկարաժամկետ և մեծագույն շահ նաև հուսալիություն է տեսնում։ Եթե անգամ J.D. Vance-ն իր երկար խոսքում չօգտագործել էլ ներդրումներ բառը, դասական առումով նրա ասածը հենց ներդրում է, անկախ նրանից, թե ով է վճարում դրա դիմաց, միայն Հայաստանը, թե նաև ԱՄՆ-ն, իսկ միգուցե հետագայում ներգրավվելիք այլ մասնավոր ընկերությունները և ֆինանսական հաստատությունները, շահույթից որոշակի շահաբաժին ստանալու համար և հաշվարկով։ Խնդիրն այնպես է ներկայացվում, կարծես թե ԱՄՆ-ն կամ որևէ այլ երրորդ երկիր պետք է նվիրեր, կամ ոմանք ակնկալում էին, որ ձրի Հայաստանին նվիրելու է 9 միլիարդ դոլարանոց ատոմակայան իր միջուկային վառելիքով և ողջ տեխնոլոգիաներով, իսկ հիմա այդպիսիք իբր հիասթափված են, թե ԱՄՆ-ն ուղղակի դա վաճառելու է ամենայն հավանականությամբ Հայաստանի վրա։ Ով աստվածներ, ափսոս չես կարող շրջվել և հարցնել նման ենթատեքստով գրառում կատարողներին, իսկ կա մեկ այլ երկիր, որը դա պատրաստվում է Հայաստանին նվիրել, բայց վերջինս հիմարաբար չուզեց և նախընտրեց պարտքերը մեծացնելով գնել ամերիկյան արտահանումը։ Իսկ կա մի որևէ երկիր կամ նույն Հայաստանում կա մի դեպք, երբ խոշորագույն մի ենթակառուցվածք կառուցվել է նվիրատվությամբ։ Չկա։ Ես օրինակ Հայաստանում գիտեմ դեպք, երբ Ռոբերտ Քոչարյանի կառավարությունը Հայաստանի փողերով կառուցեց Իրան-Հայաստան գազամուղը, թեկուզ և փոքր տրամաչափով, բայց այն պարտքի դիմաց վաճառվեց Ռուսաստանին, ինչպես որ այլ ռազմավարական ակտիվներ, որոնք կամ կառուցվել էին ԽՍՀՄ օրոք, կամ անկախության օրոք վերցված արտաքին պարտքով։ Կամ գիտեմ մեկ այլ դեպք, նույն Սերժ Սարգսյանի կառավարությունը կրկին արտաքին պարտք վերցրեց Տավուշի մարզի մեր և այլ ենթաշրջաններում գազամատակարարման ցանց անցկացնելու համար, բայց կառուցվելուց հետո դա էլ գազային պարտքի դիմաց նվիրվեց Գազպրոմին։ Իսկ այդ արտաքին պարտքերը մինչև հիմա փակում է պետությունը, սպառողն էլ գազի սպառման գումարը դնում է Գազպրոմի գրպանը։
Կամ նույն Թուրքիայում եւ Իրանում Ռուսաստանը ատոմակայաններ կառուցում է ոչ թե ձրի, այլ Անկարայի եւ Թեհրանի կողմից վճարի դիմաց։ Այնպես որ նման բաները ձրի չեն կառուցվում կամ նվիրվում, որ դուք JD Vance-ից սպասում էիք 9 միլիարդ դոլարի նվիրատվություն։ Ավելին, հիասթափության դեմք մի ընդունեք։ Կարծես թե մինչ այժմ ձեզ թույլ էին տալիս գնել ամերիկյան տեխնոլոգիաները եւ դուք դա չէիք գնում։ Իսկ հիմա հիասթափված եք, որ դա ձրի չէ։ Ոչ, պարզապես մինչև այս պահը Հայաստանը ամերիկյան էներգետիկ, ռազմական եւ երկակի նշանակության տեխնոլոգիաների հասանելիություն չուներ, քանի որ այլ խմբում էր։ Իսկ այսօր ազդարարված ստորագրվելիք պայմանագրից հետո մեր երկիրն անցում կկատարի այլ խումբ, որից հետո միայն այդ տեխնոլոգիաները հասանելի կլինեն։ Այնպես որ տեղի ունեցածը նշանակալի իրադարձություն է։ Այո, այդ ամենը ներդրում է լինելու մեր երկրում, որի դիմաց վճարելու է Հայաստանը, կարծես թե Վենսի ակնարկով, նաև ԱՄՆ-ն, իսկ օգոստոսի 8-ի 3 համաձայնագրերով ներգրավվող ներդրողները։ Ի վերջո, վատ վիճակում չհայտնվելու համար կարելի է ծայրից ծայր կարդալ ԱՄՆ եւ Հայաստանի միջև օգոստոսի 8-ին ստորագրված 3 հուշագրերը էներգետիկայի, արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների եւ խաղաղության խաչմերուկի բնագավառներում։ 3 հուշագրերում էլ քանի տեղ կողմերը սևով սպիտակի վրա գրել են այս նպատակի համար ներգրավել ներդրումներ։ Ու դա քանի տեղ անգամ։ Եթե այդ հուշագրերն ընթերցած լինեիք, կասկածի տակ չէիք դնի JD Vance-ի ասածը, անկախ նրանից նա այդ բառն ինչպես է օգտագործել, կամ չէիք մեղադրի բազմափորձ եւ պրոֆեսիոնալ թարգմանիչ Խաչատուր Ադումյանին, իբր իր կողմից ներդրում բառը հավելագրելու համար։ ԱՄՆ Հայաստան բոլոր 3 հուշագրերը բազում ռազմավարական ծրագրեր իրականացնելիս պարտավորվել են ներգրավել ներդրումներ եւ ոչ միայն։ Իսկ քանի որ դուք ալարում եք դրանք կարդալը, ես առիթից օգտվեմ եւ գովազդեմ, որ մարտի առաջին 10-օրյակում դուք կկարդաք մեծածավալ հետազոտություն Թրամփի երթուղու, խաղաղության խաչմերուկի եւ դրանց հավելվածը համարվող հայ-ամերիկյան 3 հուշագրերի ողջ ծավալի մասին, որը կատարել եմ գործընկեր մի հրաշալի կազմակերպության պատվերով։ Աստված տա այս ամենին ներսից եւ դրսից խանգարողներ չլինեն, ժողովրդիս էլ Աստված իմաստություն տա։ Այդ դեպքում Հայաստանում եւ Հայաստանով շրջանառվող թվերը ոչ թե միլիարդի, այլ տրիլիարդի կարգի են լինելու։ Տվարի 8-ին կայացել է Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների Ալքան Ֆիդայի եւ Ceyhun Bayramovի հեռախոսազրույցը։ Այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ պաշտպանական տեղեկատվությունը ԺԼՏ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների, հայ-ադրբեջանական կարգավորման, Տարածաշրջանում լարված իրավիճակի հետ կապված եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հովանու ներքո գտնվող Ատլաս վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն կարծում է, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին հետաքրքրել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Բաքու այցը, իսկ Բայրամովը հետաքրքրվել է Ռեջեփ Թայիպ Էրդողանի Սաուդյան Արաբիա եւ Եգիպտոս այցելությամբ։ Եթե այս տպավորությունը հիմքեր ունի, ապա կարելի է թերևս արձանագրել, որ Իրանի շուրջ եւ տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության վերաբերյալ Թուրքիայի եւ Ադրբեջանի ընկալումները հակվոտնյա են կամ առնվազն այս փուլում նույնական չեն։ Աքսիոսի տեղեկություններով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 19-ին Վաշինգտոնում վերջերս իր անունով կոչված Խաղաղության ինստիտուտի նստավայրում Խաղաղության խորհրդի առաջին նիստը գումարելու նախապատրաստություններ է տեսնում։ Լրատվամիջոցի աղբյուրներն ասել են, որ նիստին հրավիրվելու է ավելի քան 60 երկիր։ Հետխորհրդային տարածքի պետություններից հրավեր է ուղարկվել Ղազախստանին, Ուզբեկստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին։ Դավոսում Խաղաղության խորհրդի հիմնադրման արարողությունը Թուրքիան ներկայացրել է արտգործնախարար Ֆիդանը։ Փաստացի ստացվում է, որ Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը, որ ենթադրաբար նվիրված կլինի Գազայում կայունության հաստատման եւ վերականգնողական ծրագրերի հաստատմանը, կգումարվի ԱՄՆ փոխնախագահ Վենսի Երևան եւ Բաքու այցից ոչ ավելի քան 1 շաբաթ հետո։ Միացյալ Նահանգների նախագահի անձնական հեղինակության համար մեծ կարևորություն ունեցող այդ խորհրդաժողովին Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրագույն մակարդակով մասնակցությունն ըստ ամենայնի կախված է Վենսի այցի արդյունքներից։ Բաքվում Ալիև-Վենս բանակցությունների որ շերտն է Թուրքիայի համար կարևոր, որ Ֆիդանը ներկայացրել է Բայրամովին,
այդ անհանգստությունն ինչպես է փարատվել է թե չէ, Բայրամովն էլ իր հերթին ակնդեմ հայց է ներկայացրել եւ դժգոհել, որ Էրդողանը Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի հետ անվտանգային միջավայր է ձևավորում, անտեսելով Ադրբեջանի ազգային շահերը։ Թուրքիայի համար անշուշտ առավել ձեռնատու կլիներ, որ ԱՄՆ տարածաշրջանային նոր ճարտարապետության քննարկմանը չներգրավեր Ադրբեջանին, իսկ Հայաստանն առհասարակ լիներ գործընթացի սուբյեկտ։ ԱՄՆ նախագահը, մինչդեռ հրապարակայնորեն քաղաքական դրսևորումներում հետևողականորեն առանձնացնում է Հայաստանին եւ Ադրբեջանին, երկու երկրներին գնահատելով նույն չափորոշիչներով, տնտեսական, առևտրային եւ կոմունիկացիոն նախագծերում, ինչ խոսք, Ադրբեջանի ցավալաքաշային կշիռն այլ է, բայց իրավաքաղաքական հավասարումներում Երևանը եւ Բաքուն հավասարազոր գործակիցներ են։ Դա արդեն իսկ անվտանգային հայ-ադրբեջանական խաղաղության միջավայրի բաղադրիչ է, որ պետք է իրացվի ինստիտուցիոնալ ամրագրման մակարդակի։ Խնդիր է, թե երբ եւ ինչ ձևաչափով հնարավոր կլինի հաստատել ԱՄՆ-ի հետ իրավապայմանագրային գործընկերություն։ Վաշինգտոնը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ առանձին գործարք կկնքի, թե կձևավորի եռյակ։ Նյութի աղբյուր, Առաջին Էյան։